Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, այս պայն ես գտնվում եմ Արմավիր քրեակատարողական հիմնարկի տարածքում, որովհետև մուտք եմ գործել այս դարպասներից։ Հիմա պետք է գնամ այն մասնաշենքը, որտեղ մեզ թույլատրվում է տեսակցել մեր պաշտպանյալներին, պետք է տեսակցեմ Սպարտակին Ղուկասյան, նաև ասեմ ձեզ, որ մի քանի օր առաջ ես այստեղ էի, դուք հիշում եք, ինչպես էին այս քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները նկատմամբ գործողություններ կատարել, մասնավորապես նրանք խլել են ինձանից փաստացի հափշտակել են իմ հեռախոսը եւ մինչ այս պահը հեռախոսը իմ չեմ վերադարձրել, բայց պարզվում է հեռախոսս նրանք հեռախոսիս հետ, այսինքն գործողություն են կատարել, ինչ որ բաներ են պարզել։ Ուզում եմ ձեզ հիշեցնեմ, որ այս հեռախոսի պատմությունը ծագեց նրանից, որ ես դրանից առաջ բողոք էի ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին ընդդեմ Տիկին Սրփուի Գալյանի եւ նրա նաև ենթակա իր ընկերուհի Ծովինար Թադևոսյանի, որ նրանք խոչընդոտում են իմ որպես պաշտպանի գործունեությանը, թիրախավորել են ինձ եւ իմ պաշտպանյալներիս են զրկում պատշաճ պաշտպանություն ստանալու հնարավորությունից եւ հաջորդ օրը այդ բողոքից հետո տեղի ունեցավ այդ իմ հեռախոսից ինձ զրկելու դեպքը եւ դա պատահական չէր այդ հափշտակությունը իմ հեռախոսի հիմա մենք կմտնենք արդեն այս դռներից քրեակատարողական հիմնարկ ես այն առաջնամասը ձեզ կցույց տամ բարև ձեզ լավ դուք ոնց եք լավ եղեք ցույց տամ թե ինչ տարածք է եւ նաեւ ասեմ ձեզ որ այս քրեակատարողական ծառայության զգուշացումը ինձ, որ զգուշացման տոնով հայտարարություններ են տարածում հրապարակա, այդ իրենց զգուշացման տոնը ըստ էության սպառնալիք է, այդ սպառնալիքը հնչեցվեց իմ նկատմամբ, այստեղից էր, ես մուտք եմ գործել այստեղից, հիմա փակ է այս դուռը, այն օրը բաց էր, տեսնում եք այս տարածքը, եւ այստեղ հանձնել եմ իմ հեռախոսները, եւ հիմա այս իմ հեռախոսները հանձնելուց հետո իմ հեռախոսը չվերադարձրեցին, մինչև հիմա պահել են իրենց մոտ, դուք տեսաք նաեւ հիշում եք, մի տղամարդ էր, ով նաեւ համազգեստով չէր, բարև ձեզ։ Այս ընդհանուր տարածքն է, որից մենք մտնում ենք, այսինքն տեսեք կամերաները կան, ներսում նույնպես կամերաները կան եւ իրենց այդ ապօրինությունը հեռախոսի հափշտակությունը, այս կամերաները պետք է ֆիքսած լինեն եւ այս կամերաների պարագայում իրենց ապօրինությունը ի հայտ չգա, բայց դե չեն ցանկացել հիմա այս տիկին Ծովինար Թադևոսյան, ես ձեզ հասկանում եմ, դուք չեք կարողանում ներել ինձ, երբ ես բարձրացնում եմ այս հիմնարկում տեղի ունեցող գործողությունները, իրադարձություններ, որի պայմաններում մարդիկ են մահանում, այսինքն բուժօգնություն պատշաճ չեն ստանում եւ մահանում են քրեակատարողական հիմնարկներում։ Բացի այդ, նաեւ պայմանները, որ թե ինչպիսի պայմաններում եք պահում կալանավորներին, այդ հարցերն են բարձրացում, դա դες դուր չի եկել եւ դուք որոշել եք ինչ որ գործողություններ կատարել իմ նկատմամբ, այն սպառնալիք գործողություններ։ Ես այդ մասին հաղորդում եմ ներկայացնել եւ սպասում եմ տեսնեմ հաղորդմանը ինչ ընթացք է տրվելու։ Հիմա այս տեսած հայտնաբերությունը արեցի նրա համար, որպեսզի այդ հանրությունը իմանա, որ ես երբ գալիս եմ այս քրեակատարողական հիմնարկներ, ես այս մարդկանցից չեմ վախենում, իրենք են ինձանից վախենում եւ այդ սպառնալիքները, որ հրապարակային հնչեցրել են, դա խոսում է իրենց վախերի մասին, բայց այնուամենայնիվ Տիկին Սրփուի Գալյան եւ Տիկին
Ծովինար Թադևոսյան, կարգի հրավիրեք եւ ձեր աշխատողներին եւ կարգ ու կանոն հաստատեք, ստանդարտներին համապատասխանեցրեք քրեակատարողական հիմնարկները եւ մասնավորապես այստեղ պահվող հիվանդ կալանավորների հարցերին պատասխանեք եւ նրանց տրամադրեք համապատասխան բուժօգնություն։ Սամվելյանի դեպքով տեսանք ինչ արեցիք, դեպքը դեռ չի ավարտվել, այսինքն պարոն Սամվելյանը հիմա ազատության մեջ է, բայց պատասխանատվության պետք է կանչվեն բոլոր այն մարդիկ, ովքեր նրան առողջությանը այդպիսի վատթարացնող գործողություններ կատարեցին նրա առողջության նկատմամբ։ Այս պայն այսքանը հարգելի հայրենակիցներ։